Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ապրիլի 9-ն է եւ մենք քննարկելու ենք ձեր հետ իհարկե Վրաստանը, որովհետեւ ապրիլի 9-ը Վրաստանի համար պատմական կարևորագույն օր է, ինչպես ողբերգական 1989 թվականի ապրիլի 9-ին Վրաստանի բնակչությունը Ռուսթավելի փողոտայում խորհրդարանի առջև գտնվող տարածքում ցույց էր կազմակերպել, երբ ռուսական սովետական զինվորները սպանեցին ցույցի 16 մասնակից եւ դաժան ձևով ուժ կիրառեցին ցույցի դեմ։ Ցույցը ուղղված էր նրա, որ Վրաստանը դառնար անկախ պետություն։ Եվ 2 տարի անց 1991 թվականի ապրիլի 9-ին Վրաստանի բնակչությունը եւ առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդյան հռչակեցին Վրաստանի պետական անկախությունը։ Ուստի ապրիլի 9-ը Վրաստանի համար ողբերգության եւ հաղթանակի ռուսական ողբերգության եւ վրացական հաղթանակի պատմական օր է, մեր բոլոր քաղաքացիների միասնական անկախության եւ մեր պետականության հաղթանակի օրն է ռուսական իմպերիալիզմի դեմ։ Ուստի մենք հիմա կքննարկենք այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում գիշերվա ընթացքում եւ առավոտվանից այս օրվա հետ կապված Թբիլիսիում շատ կարեւոր իրադարձություններ ունենք մի շարք։ Առաջ երթին ես ձեզ կոչ եմ անում անպայման սիրելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք մեր ալիքին, դնեք զանգակը, լայքեք անպայման այս վերլուծությունը, սա շատ կարևոր է մեր ալիքի հետագա զարգացման համար եւ ալիքին աջակցելու ցանկության դեպքում դուք կարող եք դա անել ինչպես այս վերլուծության, այդպես էլ ալիքի նկարագրության մասում գտնվող կրիպտոարժույթների հասցեների միջոցով։ Սիրելի հայրենակիցներ, Գիշերվանից ժամը 10-ից երեկվա օրվանից արդեն ցույց է տեղի ունենում, որը 24 ժամ պետք է մնա այդտեղ Ռուսթավելի փողոտայում եւ այդ ցույցը նպատակ ունի, որ թույլ չտա Վրաստանի այդպես կոչված իշխանության ներկայացուցիչներին, ռուսական գործակալներին մոտենան հուշարձանին, որը այդտեղ գտնվում է հենց Ռուսթավելի փողոտայի վրա խորհրդարանի առջև եւ նվիրված է ապրիլի 9-ի զոհերին եւ ամբողջ գիշեր այդ ցույցը այդտեղ էր, առավոտվանից էլ ցույցը մնում է այդտեղ եւ մի քանի փորձ եղավ, որ իշխանության տարբեր ներկայացուցիչները գային այդտեղ, բայց Վրաստանի բնակչությունը ժողովուրդը միանշանակ խոչընդոտեց այդ իրենց քայլերը եւ թույլ չտվեց դա անել, որովհետեւ այդտեղ հնչում է կարևոր հարց, ով է սկսել պատերազմը, ով է հարձակվել Վրաստանի վրա, ով է կազմակերպել ապրիլի 9-ը եւ եթե դու չես կարող պատասխանել այդ հարցին միանշանակ, որ դա Ռուսաստանն է, ապա չես կարող մոտենալ այդ հուշարձանին, որտեղ գտնվում են Վրաստանի քաղաքացիները եւ խոչընդոտում են դրան։ Մյուս կողմից խնդիրը նրանում է, որ Վրաստանի այդպես կոչված իշխանությունները եւ իրենց քաղաքական խումբը, նրանք ով մոտենում են այդ հուշարձանին, ուզում են մոտենալ կամ գալ այդտեղ, իրանք չեն կարող հստակ պատասխանել, ով է սկսել պատերազմը Վրաստանի դեմ եւ շատ կարեւոր այն է, որ այսօր արվեց մի շարք հայտարարություն, որը աննախադեպ է, կարելի ասել, որովհետև այդպես կոչված Իրակլի Կոբախիձեն, վարչապետը այդպես կոչված, հայտարարեց, որ եւ այդ հայտարարությունը իր պաշտոնական էջի վրա է դրած Վրաստանի կառավարության, որ օտար ուժերն էին կազմակերպել ապրիլի 9 1989 թվականի եւ հիմա էլ օտար ուժերն են կազմակերպում այն, ինչ տեղի է ունենում Ռուսթավելի փողոտայում։ Եվ դրան հետո ավելացրեց, որ Սովետական միությունը եւ Եվրոմիությունը մի նման կազմակերպություններ են եւ կառույցներ են, ավելացրեց, որ այսօր Եվրոմիությունը գործում է ինչպես սովետական KGB-ն, ավելացրեց, որ Վրաստանի արդեն խորհրդարանի իբրև նախագահ Շալվա Պապուաշվիլին, որ խորհրդարանի մոտ գտնվող մարդիկ օտար դրոշներով, օտար դրոշի մեջ Եվրոմիության դրոշը նկատի ունեն, իրենք իրականում նույնպիսի ռուսական զինվորներ են, ինչպիսին զինվորները 89 թվականի ապրիլի 9-ին սպանեցին մեր քաղաքացիներին։ Պատկերացրեք ինչու մասն է խոսքը, շատ ջղայնացած է իհարկե Վրաստանի հանրությունը եւ ես էլ անձամբ այդպիսի հայտարարություններով, որովհետեւ սա բացահայտ պետական դավաճանություն է, սա ոչ միայն Վրաստանի շահերի դեմ է, այլ ընդհանրապես Վրաստանի պետության
դեմ լուրջ քայլ է։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն քննադատեց այս հայտարարությունը, ինչպես վարչապետի, այդպես կոչված եւ խորհրդարանի նախագահի, այդպես էլ պաշտպանության նախարարի, այդպես կոչված, որը որևէ մեկը Ռուսաստան բառ չի օգտագործել, Սովետական միություն բառ չի օգտագործել եւ հակառակը Եվրոպական միությունը, Միացյալ Նահանգները եւ Սովետական միությունը եւ Ռուսաստանը փորձում են հավասարակշռել եւ ասել, որ նույն բաների մասին են խոսում, նույն բանն է, ինչը եւս մեկ անգամ ցույց է տալի, որ մեզ այսօր այն մարդկանց, ով պայքարում է Վրաստանի եվրոպական ապագայի համար, որը ինչ շատերը հարցնում են ինչու եք ուրեմն անհանգստացած Վրաստանի ապագայով։ Ես անհանգստացած եմ, որովհետև Վրաստանի քաղաքացի եմ, Վրաստանում եմ ծնվել եւ մեծացել եւ Վրաստանում եմ ապրում, բայց ես նաեւ անհանգստացած եմ ինչպես Վրաստանի հայ համայնքի առաջնորդներից մեկը։ Ես անհանգստացած եմ, եւ այդտեղ պետք է նշեմ, որ մնացած այդպես կոչված առաջնորդները իշխանությունն են աջակցում եւ ռուսական սցենարին։ Դրա համար այս փուլում եւ այս հատվածում, որը դեմ է իշխանության, կարելի ասել միայնակ եմ հայ համայնքից, ինչը շատ կարեւոր է ընդգծել համայնքային, քաղաքական, հասարակական գործիչների նկատի ունեմ, այլ ոչ թե հասարակ մասնակիցներին, ով բարձրաձայն համայնքի անունից է նաեւ խոսում։ Ինչը շատ լուրջ նաեւ պատճառ է, թե ինչու այս ակտիվությունները պետք է շարունակել, որովհետև Վրաստանի եւ Հայաստանի ճակատագիրն է որոշվում այստեղ, ոչ միայն Վրաստանի։ Եթե դուք դա չեք հասկանում, ապա քարտեզի վրա նայել այն է, ինչ ես խորհուրդ կտամ անպայման, որովհետև Հայաստանը դեպի Եվրոմիություն չի կարող գնալ միայնակ, եւ Վրաստանը այսօր փակում է այդ ճանապարհը, ինչպես Վրաստանի, այդպես էլ Հայաստանի համար, ռուս օլիգարխ Բիզինա Իվանիշվիլին։ Եվ ուստի պայքարը, որը հիմա այստեղ տեղի է ունենում, այդ պայքարը շատ կարևոր է ինչպես Վրաստանի, այդպես էլ Հայաստանի համար։ Եվ այդ պայքարում մենք տեսնում ենք, որ այո, Վրաստանի հայ համայնքը նաև իր կառույցներով, ես արդեն սա ասել եմ առաջին իմ հարցազրույցում, իր դաշնակցությունով, իր եկեղեցով եւ ուրիշ կառույցներով բոլորը աջակցում են ռուսական սցենարին, աջակցում են նրան, որ Հայաստանը վերադառնա Ռուսաստանի ազդեցության տակ, առաջերտին Վրաստանը։ Իրան գործում են պետական դավաճանություն, ինչպես Կոբախիձեները եւ ուրիշները, այստեղ ազգանունը տարբերություն չկա, դու ունես վրացական ազգանուն, հայկական ազգանուն, թե ինչպիսի ազգանուն, ռուսական գործակալ է, եւ այդ գործակալները աջակցում են նրան, որ Վրաստանը լինի Ռուսաստանի գաղութ նորից, ինչը հակապետական է, ինչը պետական դավաճանություն է, եւ սրանով նաեւ հայ համայնքի ներկայացուցիչները առանձին եւս մեկ դավաճանություն են անում, որովհետեւ Հայաստանի դեմ են գործում, Հայաստանի համար Ֆրանսիայի հետ, որին գլոբալ պատերազմի կուսակցություն է Կոբախիձեն կոչում, Եվրոպական միության հետ, որի ուրեմն դիտորդական առաքելությունը կարևորագույն է, դեր ունի այսօր Հայաստանի անվտանգության եւ Հայաստանի քաղաքացիների հանգիստ կյանքի համար, Միացյալ Նահանգները, որը կարևորագույն դեր խաղացին Ադրբեջանի հարձակումները կանգնացնելու գործում, դրա դեմ են գործում, որովհետեւ գործակալ են։ Եվ ուստի մենք տեսնում ենք այստեղ ակտիվություն մեր դեմ, այդ հայտարարությունները, որոնք արվեցին եւ այն օրենսդրությունը, որը պատրաստվում է հիմա, շատ լուրջ խնդիրներ է մեզ ստեղծելու, ուստի դուք ես արդեն ասացի, որ նույնիսկ իմ դեպքում կան տուգանքներ եւ ելի են լինելու, ոնց հասկանում եմ, տուգանքներ, ուստի այսօրվա դրությամբ շատ կարեւոր եմ համարում, որ մենք կարողանանք ճիշտ վերլուծել այս իրավիճակը եւ չնայած ամեն ինչի կարողանանք դիմադրել սրան, դիմադրել այս ճնշումներին, որը մեր դեմ օգտագործվում է, նրա համար, որ մենք կարողանանք Վրաստանը եւ Հայաստանը ճիշտ ուղու վրա վերադարձնել։ Եվ ես խնդրում եմ, ել չգրեք, թե Հայաստանին ինչի պետք է հետաքրքրի Վրաստանում ստեղծված իրավիճակը։ Նայեք քարտեզին, նայեք Հայաստանի տնտեսությանը, որը 80% անցնում է Վրաստանով, նայեք նրան, որ 4 անցակետից Հայաստանի 3 անցակետը Վրաստանով է, իսկ մի անցակետը Իրանով, բայց Իրանում ուր որ է պատերազմի շեմին է Իրանը կայնած եւ մենք դրա մասին ակտիվ ձեռդ խոսում ենք, ուստի բոլորի համար հասկանալի է, որ Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը այսօր անմիջապես կախված է Վրաստանից, իսկ Վրաստանում մենք ունենք, ինչպես արդեն նշեցի, շատ բարդ իրավիճակ։ Ուստի սիրելի հայրենակիցներ, մենք պետք է համախմբվենք բոլորս, ես ձեզ կոչ եմ անում, որ դուք տարածեք այս վերլուծությունը, որ դուք լայքեք այս վերլուծությունը, որովհետև սրա միջոցով մենք կարողանանք հասցնել Հայաստանի քաղաքացիներին եւ հայերին ճշմարիտ
տվյալները, տեղեկատվությունը նրա մասին, թե ինչ է տեղի ունենում Վրաստանում, եւ սրանով դուք կաջակցեք մեր ալիքին, ինչը շատ կարեւոր է այն իրավիճակում, երբ ինչպես ես նշեցի, մի քանի ուղղությունից է այս հարձակումները եւ հարվածները կարելի է ասել եւ այսօրվա օրը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Վրաստանում շատ խորը եւ բարդ իրավիճակ է ստեղծված եւ մենք պետք է կարողանանք շարունակել պայքարը։ Մինչեւ ուշ գիշերը քաղաքացիները գտնվելու են այնտեղ Ռուսթավելի վրա եւ ընդհանրապես կարելի ասել, որ պայքարը նոր փուլ է մտնում, որովհետեւ այնտեղ այդ ճանապարհը փակել են 50-ից ավել քաղաքացիական եւ քաղաքական բանտարկյալների ընտանիքի անդամները իրանք են խոչընդոտում ռեժիմի ներկայացուցիչներին, ռուսական գործակալներին, որ մոտենան այդ հուշարձանին։ Ընտանիքի անդամները, հայրերը, մայրերը, քույրերը եւ եղբայրները։ Եվ սա շատ կարեւոր է։ Եվ ես կարծում եմ, որ այս օրը եւս մեկ անգամ մեզ բոլորիս հիշեցնում է, որ Վրաստանի բնակչությունը, վրացազգը պայքարում է եւ պայքարելու է իր անկախության համար եւ Հայաստանի հայազգի կողմից միայն աջակցություն ենք իհարկե բոլորս ակնկալում եւ շատ կարեւոր է որ մենք միասին լինենք ես իմ գործունեությունն էլ նաեւ այն ուղղությունով եմ տեսնում որ մենք պետք է ցույց տանք այստեղ որ ոչ միայն խոսքով այլ գործով էլ մենք միասնական ենք, երբ խոսքը գալիս է Վրաստանի քաղաքացիներին, տարբերություն չկա, որ էթնիկ ծագում ունեցող, որովհետև մենք տեսնում ենք տարբեր մարդկանց, ով խոսքով կարող են ապրիլի 9 նշել եւ հիշել, ինչպես Կոբախիձեն կարանի, ինչպես ուրիշները, այդպես էլ հայկական ազգանուններ ունեցող մարդիկ, բայց գործով դավաճանում են Վրաստանի պետական շահերը, գործով ամեն ինչ են անում, որ Վրաստանը դառնա ռուսական գուբերնիա եւ մենք դա տեսնում ենք, մենք դա շատ լավ ենք տեսնում, շատ ուշադիր հետևում ենք ձեր ամեն ակտիվությունների հետևից եւ ամեն ինչ ֆիքսում ենք եւ հասկանում ենք եւ առանց մեր ուշադրության որևէ բան չի անցնի եւ պետական դավաճանություն գործելիս հիշեք նաեւ հայկական ազգանուն ունեցող անձնավորություններ որ դուք ազգային դավաճանություն եք գործում հայ ազգին եք դավաճանում այս իրավիճակում որովհետեւ հայ ազգը այսօր կախված է նաեւ նրանից Վրաստանը ինչ ճակատագիր կունենա եթե Վրաստանը լինի եվրոպական եւ արևմտյան հանրության մաս, ապա Հայաստանը ունի այդ հնարավորությունը նաեւ։ Եթե ոչ, ապա Հայաստանը վերադառնալու է կոմունիզմի ռուսական այդ համակարգի ներս եւ դուք եք այս դավաճանությունը կատարում։ Ուստի սիրելի հայրենակիցներ, մենք եւս մեկ անգամ հիշում ենք այդ զոհերին, մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այդ զոհերին, բայց մեր պայքարով, այլ ոչ թե խոսքերով, մեր իրական պայքարով։ Ես շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար, մենք անպայման կշարունակենք հետևել եւ ակտիվ գործել, դա շատ կարեւոր մաս է մեր ալիքի։ Ես ոչ միայն հետևում եմ այս իրադարձություններին, մեկնաբանում եմ, վերլուծում եմ, այլ նաեւ ամենակարևորը գործում ենք բոլորս նրա համար, որ ակտիվ քայլերով հասնենք մեր նպատակին, իսկ մեր նպատակը սուվերեն Վրաստանն է, սուվերեն Հայաստանն է եւ պինդ Վրաստանի եւ Հայաստանի միջև դաշնակից հարաբերությունները, միասնական եվրոպական ապագան եւ միասին լինելը եվրոպական միությունում։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք։